Կներեք երրորդ դասը ընդհատվեց, բայց մի քիչ է մնացել եւ վերջը ձայնագրենք։ Ուրեմն, ինչպես կարող ենք մենք հավատացյալներից ճանաչել բարձրացված Քրիստոսին եւ վերապրել Աստծո զորությունը մեր կյանքում։ Որևէ հատուկ մեխանիզմ կամ ռազմավարություն Պողոսը մեզ չի տալիս, սակայն նա հավատում է, որ Աստված կպատասխանի մեր ինչպես իր նաև մեր աղոթքներին եւ հաստատում է Քրիստոսի մեջ։ Ինչպես նաև հենց Աստծո ներկայության մեջ բացահայտված Աստծո զորությունը փառաբանելու արդյունավետությունը եւ խնդրում եմ, որ այն գործի հավատացյալների կյանքում։ Այսինքն մենք պետք է փորձենք ամեն ինչի համար, ամեն վարքյան փառաբանել Աստծուն ամեն ինչի համար մեր կյանքում։ Եվ դժվարությունների, եւ նեղությունների, եւ կտեսնեք ինչպես կփոխվի ձեր կյանքը, ինչպես հեշտ կլուծվեն ձեր խնդիրները։ Հեշտ չեմ ասում նստած տեղը, այլ Աստված իմաստություն կտա եւ կսովորեցնի, ինչպես ասեցին, կվարժեցնի մեզ ավելի բարդ խնդիրներ լուծելու համար։ Եվ ինքը աստիճան առ աստիճան բարդացնում է այդ խնդիրները, որպեսզի մեզ հասուն արարած սարքի, հասուն հոգևոր էակ։ Եվ վերջում կարդանք Գործք առաքելոց գրքից, այսինքն Էլեն Ուայթի գրած, Էջ 38-39, երբ Քրիստոսը երկնային դարպասներից ներս մտավ, նրա գահակալությունը տեղի ունեցավ հրեշտակների երկրպագության ներքո։ Երբ այս արարողակարգը ավարտվեց, Սուրբ Հոգին առատ հոսքով իջավ աշակերտների վրա, եւ Քրիստոսն իսկապես փառավորվեց այն փառքով, որն ուներ հոր մոտ ողջ հավիտենության մեջ։ Պենտեկոստեի հեղումը երկնքի հաստատումն էր այն բանի, որ Փրկչի իր պաշտոնի հանդիսավոր ստանձնումը ավարտված էր։ Իր խոստման համաձայն նա երկնքից Սուրբ Հոգին ուղարկեց իր հետևորդներին որպես նշան, որ ինքը որպես քահանա եւ թագավոր ստացել է ողջ իշխանությունը երկնքում եւ երկրի վրա եւ օծյալն էր իր ժողովրդի։ Իսկ դարերի փափագում Էջ 834-835-ում այսպես է գրված. Հայրը գրկում էր որդուն եւ հրամայում. թող երկրպագե նրան Աստծո բոլոր հրեշտակները։ Աննկարագրելի ցնծությամբ աշխարհակալները, տերություններն ու իշխանությունները խոստովանում են կենաց իշխանի գերազանցությունը։ Հրեշտակների զորքը խոնարհվում է երկրպագելու նրան եւ երկնային պալատներում հնչում է մի սքանչելի երաժշտություն, արժանի է մորթված կառն առնելու եւ զորություն, եւ հարստություն, եւ իմաստություն, եւ կարողություն, եւ պատիվ, եւ փառք, եւ օրհնություն։ Հաղթության երգերը միախառնվում են հրեշտակների քնարների երաժշտությանը եւ թվում է, թե ամբողջ երկինքը ուրախությունից ցնծում եւ գովերգում է։ Սերը հաղթանակեց, կորածները գտնված են, երկնքում զրնգում է հաղթության օրհներգը, աթոռի վրա նստողին եւ գառին լինի օրհնությունը, փառքն ու կարողությունը հավիտյանս հավիտենից։ Իմ այսօրվա աղոթքն է, որ մենք բոլորս այդ ժամանակ լինենք փրկվածների մեջ եւ այս էակների մեջ, որոնք փառաբանում են Աստծուն, եւ մեր բերաներից էլ դուրս գա այդ փառաբանությունը, բայց դրան մենք պիտի սովորենք այստեղ, երկրի վրա։ Երբ որ մենք սովորում ենք այստեղ երկրի վրա ավելի շատ փառաբանել Աստծուն մեր աղոթքների մեջ եւ իր առաջնորդությունը փնտրել, այլ ոչ թե բողոքել եւ գանգատվել, մենք քիչ-քիչ սովորում ենք այն երանելի օրվան, այն երանելի կյանքին, որ մեզ սպասում է, եթե մենք մինչև վերջ հավատարիմ լինենք Աստծուն եւ գտնվենք այս էակների մեջ, ովքեր մեծ ուրախությամբ փառաբանում են մեր սիրելի Փրկչին։ Ձեզ մաղթում եմ լավ օր եւ թող Աստծո ներկայությունը անպակաս լինի ձեր կյանքից։ Ամեն։